Ասում են դրանք անհայրենի գավաճաններ են, բայց մենք տեսված չենք ասում ստեղի։ Չենք ասում տեսված ստեղի։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը պստի ու իր խոսի երկու խոսալու ժամանակ ստեղծ բան է ասում։ Հիմի կհանեմ կը շպրտեմ դուզ դահալիճի։ Կհանեմ հիմա կետ կը շպրտեմ դուզ դահալիճի։ Որովհետև դու խանգարում ես իմ ելույթը որ հանգիստ պստի տեղը, հանգիստ պստի տեղը, հանգիստ պստի տեղը, մատը կը իջացնում։ Հանգիստ, քո խոսքի ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղը, լեցի դուս տեղից խոսատողը չես կարանք տեղը պստի։ Հանգիստ բաղալ է դուրս։ Հանգիստ, Ուրեմ հանգիստ, սիրելի հանգստացեք։ Մի հատ հանգստացեք, Նարեկ ջան հանգիստ, Պարո Եղոյան ձեր տեղը նստեք, Գարնիկ Դանելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք Գարնիճից։ Խնդրում եմ հարգելի գործընկերներ, պարոն Թորոսյան, պարոն Բակոյան, ձեր տեղը գրավեք խնդրեմ, շնորհակալություն։ Հանգիստ, պարոն Եղոյան, ձեր տեղը խնդրում եմ գրավեք, շնորհակալություն, շնորհակալություն։ Բայց մենք չենք ասում, ես շարունակեմ ելույթս, չենք ասում, ժողովրդին չասում։ Թալանչիները ասում, անհայրենի գավաճանները ասում այդ հոկտեմբերի 27-ից հետո որ լրագրողների հետ պետք է խոսային, որ պետք է հենց պարզաբանում տա երկրի ղեկավարը հոկտեմբերի 27-ից հետ տեղի երկրում, ասպատ թրաշված չի։ Շոտ դեպքի հիստերիկ շարժումներով ու ներվային հիստերիկ պահվածքով։ Պետք է տեսել Մարտի մեկին ասում է, մարդիկ դուրս էին գալիս, կրակում էին, հետո թաքնվում էին մյուս մարդկանց հետևից։ Եվ դրանով ուզում արբաստուցի, չերով ու խայով, պարոն Եղան խնդրում եմ էլի, մի ընդհատեք էլի, Տիկին Հակոբյան խնդրում եմ էլի, ժողովուրդ ջան, հանգիստ էլի, պարոն Եղանյան հանգիստ ժողովուրդ լավ հասկացար, հարգելիս հանգիստ, թողեք խոսեմ էլի, ժողովուրդ ջան հանգիստ, ուրեմն ասում կրակում էին, թաքնվում էին մարդկանց հետևը, դրանով ապացուցում է չերով ու խայով, ուղիղ մարդու վրա կրակել է, ու դիմահար կրակը սպանել է, հասկանում եք, քաղաքի կենտրոնում մարդիկ են մազը, դուք չեք մազել, խնդրում եմ էլի մի բան արեք էլի, մի ընդհատեք էլի, հա գիտեմ, ախր գիտեմ, ժողովուրդ ջան, վերցրել է այդ պայթուցիկը ձեռն է պահել, այդ մարդը վիրավորվել է, շատ եմ ցավում դրա համար, բայց դիմահար կրակով մարդ սպանել ուրիշ բան է, Էնել քանի հոգու է, մի հոգու չէ, որ ասես մի ամիտ այրել։ Ուրեմն երկա փորձել է արդարացնել, ասում ուչաստկովի գործը հիստերիկ պահվածքով դեմքը ծռելով խոսում է, մարդկանց վրա դախրը ազդում է, բայց ես բանը չենք ասում ստերից, մենք արձագանքում ենք, գնահատական ենք տալիս, հասկանում եք, չի կարելի գալ, այդպես ինչ-որ մենել մարդկանց դրակցել, ասում են ինքիր ամիս չի ասում, մարդիկ են խոսում, մենք կամ բան ասենք մարդիկ գործերի մասին ասում են։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։